Բարև ձեզ, շարունակում ենք ազգային վերելքի ուղի գործողությունների ծրագրի նորացված տարբերակի ներկայացումը։ Նախորդ թողարկման ժամանակ ես ներկայացրեցի թե նախաբանը, թե կարևոր առանցքային երկու բաժինները, եթե հիշում եք, ես կարևորություն ընդգծեցի հետևյալ կերպ։ Առաջիկայում ընտրություններ են, ենթադրենք, թե հաղթում է իշխանությունները, ինչ է լինում այդ դեպքում։ Ինչպես որ նշել էր Facebook-յան իմ ընկերներից մեկ, այդ դեպքում մենք կամ պիտի հայերս, ազգակիներս կամ հեռանանք այստեղից, որտեվ ահա որ իրավիճակ ստեղծվի հայության համար, կամ էլ փակվել ինքներս մեր մեջ, փորձենք այդպես գոյատևել։ Եվ հարց է տվել, արդյոք մեր քաղաքական ուժերը, որոնք ընտրաշավի են պատրաստվում կամ ընդհանրապես կան քաղաքական դաշտում, այս հարցերի պատասխանները ունեն, թե նման իրավիճակում ինչ քայլերով են իրենք փորձելու պահպանել հայության առողջ հատվածին։ Ես չեմ տեսնում այդ հարցի պատասխանը եւ նաեւ նշել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ ազգային վերելքի ուղի գործողությունների ծրագիրը այդ իրավիճակի համար որոշ տարբերակ առաջարկում է։ Երկրորդ տարբերակը ենթադրենք իշխանությունները փոխվեցին եւ ընդդիմադիրները եկան իշխանության։ Այս դեպքում էլ ես մեջբերել էի Facebook-յան իմ մի այլ ընկերոջ տեսակետը, որ ասում է իսկ այն մարդիկ, որոնք այսօր կան, որոնցից մենք խորշում ենք, որոնք իշխանապաշտ են, նրանց նկարագրությունները չտան, այդ մարդիկ լինելու են, չէ՞, ինչ են կանելու իրենց հետ։ Ողջ հարցը այն է, որ այդ մարդիկ շատ են, 10,000 չեն, 20,000 չեն, 100,000 չեն, միլիոն են։ Եվ այդ միլիոնը, որը դարերի հետևանք է, իրենք են որոշել մեր իրականությունը եւ այսօր էլ որոշում են ու վաղնել են իրենք որոշելու եւ նոր իշխանությունները եւ կան այդպես վարդագույն ծրագրերով ջախջախվելու են, ինչպես եղավ 1990-ականների սկզբին, երբ իշխանապողություն եղավ, եւ 1998-ին, որտեղ այս շերտը, որ բազմաքանակ, միլիոն, իրենք են որոշում իրականություն, եթե իշխանությունները իրենց տեղը չգիտեն ինչպես իրենց վերափոխել, իրենց արկայության դեպքում ինչպես պետությունը զարգացնել, պատմությունը կրկնվելու է։ Ունեն արդյոք քաղաքական ուժերը այս հարցերի պատասխանը։ Ես էլի չեմ տեսնում։ Իսկ այս ազգային վերելքի ուղի գործողությունների ծրագիրը, որի նորացված տարբերակը ես ձեզ ներկայացնում եմ, նաև այդ իրավիճակի համար քայլեր է առաջարկում։ Եթե հիշում եք, ես ձեզ ներկայացրեցի սկիզբը, ասենք, նպատակը ես նորից ընթերցեմ, որովհետև սա անչափ կարևոր է։ Ուրեմն այս ազգային վերելքի ուղի գործողությունների ծրագրի նպատակն է երկիրը ներկա դժվարին վիճակից հնարավոր նվազագույն կորուստներով հանելու, մեր տեսակի հարատևումը եւ առաքելության իրականացումն ապահովելու համար հարկավոր է իրականացնել ժողովրդի մտածողության արմատական վերափոխում, ինչ քիչ առաջ խոսացի, հասնելով ազգային անհրաժեշտ ինքնակազմակերպման, կարգի բերել Հայաստանը, հզորացնել այն, ստեղծել իրական ազգ բանակ, դա փառկադրում է աշխարհաքաղաքական իրավիճակը, կարգի բերել Սփյուռքի մեր համայնքները, զորացնել դրանք, ակտիվ մասնակից դարձնել տվյալ երկրների հասարակական քաղաքական կյանքին եւ ունենալ մեր լոբինգը աշխարհի պետությունների մեծ մասում ներգրավվել միջազգային կառույցներում։ Եվ ապա հիմնել համաշխարհային համայնքական կառույց իմի բերելու հայության տնտեսական, գիտական, ռազմական, ֆինանսական այլ հնարավորությունները ազգային գերնպատակին հասնելու համար։ Այս ամենն անելով կվերածվենք համաշխարհային գործոնի եւ արդեն շատերը տեսնելով մեր հնարավորությունները կձգտեն դաշնակից լինել մեզ։ Սա նպատակն էր։ Այս նպատակը իրականացնելու համար առաջարկվում է, որ ստեղծվի նվիրյալների խորհուրդ, մարդիկ, որոնք կոչված են այս ծրագիրի, այս կետը իրականացնել եւ դա ինձ կյանքի նպատակն է։ Ես էլի ձեզ հիշեցնեմ, ինչ էր վերաբերված նպատակ իրականացնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է ստեղծել խնդրի էությունը բռնող մարդկանցից կազմված նվիրյալների խորհուրդ, որի կազմում դասական քաղաքագետներից, հոգեբաններից, սոցիոլոգներից եւ այլ մասնագետներից բացի պարտադիր ընդգրկվելու են տեխնագիտությունից եւ ոչ ստանդարտ առնչություններից տեղյակ մարդիկ, քանի որ հաշվի առնելով հանրային գիտակցության խաթարված լինելը դասական մեթոդները մեր խնդրի համար լուծում չունեն։ Եվ այնուհետև նշվում է, թե նվիրյալների խորհուրդը ինչ պետք է անի, ինչ պահանջներ է դրվում։ Ես դա հիմա չկրկնեմ, քանի որ նախորդ թողարկման մեջ եղել է եւ նվիրյալների խորհուրդը այս
ամենը կատարելով, նպատականելով ինքը դուրս չի գալու, ինքը ստանձնելու է խորքային իշխանության դերը, ինչպես որ կա շատ երկրներում, ինքը ստանձնելու է խորքային իշխանության դերը, փաստացի իրական ղեկավարը ինքն է լինում, ու դա լինելու են մարդիկ, որոնք, այսպես ասած, կենսաբանական կապերից զրկված են, անջատված են, ազատված են։ Այս խնդիրը լուծելու համար ես առաջարկում եմ, որ Նվիրյալների խորհուրդը, որ այս գլոբալ խնդիր ուզում է լուծել, հորդորում եմ առաջարկել եմ, որ ստեղծվի արժեհամակարգային խորհուրդ։ Այդտեղ ես առաջարկում եմ, որ ներգրավվեն այն մարդիկ, այն նախաձեռնությունները, որոնք այս նշած հարցերի վերաբերյալ մտածումներ ունեն, մտորումներ ունեն, հրապարակումներ ունեն, խմբեր ունեն, որոնք այս ուղղությամբ զբաղվում են, ապագա հայկական պետության տեսլական ունեն, հիմնված հայի էության վրա, այս իրավիճակի գնահատական ունեն, այս իրավիճակից ժողովրդին հնարավոր նվազագույն կորուստներով հանելու ուրվագիծ ունեն, ժողովրդի ինքնակազմակերպման տանելու ուրվագիծ ունեն, եւ այդ մարդիկ ստեղծում են հարթակ, ստեղծում են խորհուրդ եւ տևական քննարկումներ, բանավեճերից հետո համադրում են իրենց մտածողությունը, մտքի արգասիքը, պարկային ռեսուրսները, ֆինանսական եւ այլ ռեսուրսները եւ փորձում են այս խնդիրը լուծել եւ այս արդյունքը այս քննարկումների խորհրդի գործունեության վերջնական տարբերակն է լինելու ապագա պետության տեսլականը ինչպիսին է, ինչ քայլերով այստեղից դուրս գալ, ճանապարհային քարտեզը հասնելու մեր նպատակին եւ դա պիտի դրվի Նվիրյալների խորհրդի սեղանին։ Արդեն իրենք ունենալու են թե ինչը պետք։ Եվ այնուհետև առաջարկել է անհրաժեշտաբար հիմնել աշխարհաքաղաքական հետազոտությունների բաժին, ես շատ սեղմ ներկայացնեմ, քանի որ նախորդ թողարկման ժամանակ հանգամանալից ներկայացել եմ, իրենք պիտի պարզեն, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ է կատարվում Հայաստանում, ինչ աշխարհաքաղաքական ուժեր են ներգրավված այստեղ հատկապես հիմա, ինչ բևեռներ, դրանց մեջ ինչ պայքար կա, գերիշխող բևեռը, որ այստեղ այսպես ձեռքը դրել է մեր վրա, ինչ նպատակներ ունի, այդ նպատակների մեջ մենք կանք, թե չկանք, ինչ քայլերով է փորձելու ազդել մեր վրա բացասական կերպով, որպեսզի հասնի իր նպատակներին, այս ամենը մեզ պետք է ունենալ, որպեսզի եթե մենք ունենք, ասենք, ճանապարհային քարտեզ, մենք իմանանք ինչ խութեր կան, ինչ դժվարություններ կան, ով է մեր լավը ցանկանում, ով է մեր վատը ցանկանում, որպեսզի հիմարաբար չգնանք, ասենք, այսպես լինում է, չէ, որ գայլը գարանտի մակ է դնում եւ հիմարաբար գնում են հոշոտվել, որպեսզի հանկարծ այդպես չլինի։ Ես սրա մասին նախորդ թողարկման մեջ հանգամանալից խոսացել եմ։ Հիմա շատ սեղմ ընդամենը ես հիշեցման կարգով էի սա ձեզ ասում։ Հիմա ենթադրենք այս ամենը կա, աշխարհաքաղաքական հետազոտությունները կատարվել են, դրվել է սեղանին, ու սա պիտի պարբերաբար արվի եւ ապագա պետության տեսլական քայլերի համակարգ ճանապարհային քարտեզը դրված է, դեպքում գալու ենք նայելու ենք իրականությանը։ Իսկ ինչ ժողովուրդ ունենք մենք, ինչ է այն իրենից ներկայացնում, արդյոք կա անհրաժեշտ ինքնաճանաչում, մենք գիտենք ով ենք մենք, որտեղից են գալիս, ինչ դեր ենք ունեցել, այս հարցերի պատասխանը կա թե չկա։ Ես որ պատրաստվում էի այս հաղորդմանը, հիշեցի, որ երևի անցած տարի վերջին Վահան Հովհաննիսյանն էր իմ հյուրը երաժշտական հիշատակ, լուրջ այսպես այս թեմայով քննարկում արեցինք, ինքը ասեց մենք այնպիսի մի վիճակում ենք, որ մեր ժողովրդի ծննդյան վկայականը կորել է, հասկանում եք, կորել է ու մենք չգիտենք ծնողները ովքեր են, որտեղ է ծնվել, այ հիմա այս իրավիճակի մեջ ենք եւ քաղաքական դաշտն էլ այս հարցերի պատասխանը չունենալով ինքը լավ է չի պատկերացնում ինչ ժողովուրդ կա, որ այս ժողովրդի հետ էլ կապված ծրագրեր իրականացնի։ Եթե մենք սա չունենանք, այս բացը չլրացնենք, ոչ մի հաջողություն չենք ունենալու։ Եվ դրա համար առաջարկվում է, որ Նվիրյալների խորհուրդը բացի այն երկու խորհուրդները, որը ստեղծել էր, արժեհամակարգային եւ աշխարհաքաղաքական հետազոտությունը, նաեւ ստեղծում է պատմագիտական խորհուրդ։ Ինչ է անելու այս խորհուրդը։ Հիմա ես ձեզ ասեմ, հիշեցնենք, հետո զուգահեռ ենք այս հարցերի պատասխանները կա թե չէ, այս խորհուրդների անհրաժեշտությունը կա թե չէ։ Ինչ է անելու։ Եվ այսպես, Նվիրյալների խորհուրդը հիմնում է պատմագիտական բաժին, որը քննում է ժողովրդի ողջ պատմությունը, պարզում թե որպիսին է եղել
նրա կերպարը իր առողջ վիճակում։ Հիմա որևէ կասկած չունեք, նրանք ովքեր որ մտածողության շնորհք չեն կորցրել, ակնհայտ տեսնում են, որ ժողովուրդը առողջական խնդիր ունի, առավել քան։ Ես ժամանակին, երբ որ մարտնչում էի անցած դարի վերջին, որ ահազանգում է, որ այս խնդրեմը կա, չէին ընդունում մարդիկ։ Իսկ հիմա արդեն կարիք չկա, որ ես խոսամ էլ։ Եթե ինչ-որ միտեղ նույնիսկ ասում եմ, ինչ եք կարծում, ունի ժողովուրդ առողջական խնդիր, ասում են, պարոն Պեպանյան, առավել քան ակնհայտ է։ Այսինքն առավել քան ակնհայտ է, ինքը առողջական խնդիր ունի։ Եվ այստեղ հարց է առաջանում, միշտ էլ ինքը առողջական խնդիր ունեցել է, թե ոչ, եթե ոչ, ապա առողջ եղել է, թե ոչ, եթե եղել է առողջ, ապա ինչպիսին է եղել ինքը իր առողջ վիճակում։ Վերջի վերջո, եթե մենք ուզում ենք այս ժողովրդին առաջ տանել, իսկ դեռ անցած դարի սկզբներին էին ասել, որ բուժման կարիք ունի, քաղաքական դաշտի ծրագրերում սա պիտի լինի, ապաքինման բաժին պիտի լինի առողջ, բայց դա էլ պիտի ունենա առողջ վիճակը։ Եթե ձեզ հարցնեմ, բոլորով հարցնենք Հայաստանի քաղաքական դաշտին, կարող եք մեր սեղանին դնել, թե ինչպիսին է եղել հայ ժողովուրդը իր առողջ վիճակում, չեք կարծում սեղանին կդնեն այդ թղթերը, չեն դնի։ Ես նվաստես այս խնդրով, որ զբաղվում եմ բավական երկար ժամանակ, ինքս փորձեր արել եմ, նախաձեռնել եմ, հրավիրել եմ մարդկանց, մասնագետների, որ այս ուղղությամբ մտածումներ անեն, ներկայացնենք, աղբյուրներ ուսումնասիրենք, դա ես արել եմ եւ հիմա էլ process-ի մեջ է։ Այս բոլոր բաժինները, որ ես ասում եմ, անընդհատ ես դրանցով զբաղվում եմ։ Այսինքն սա մենք պիտի պարզենք ու եկեք մեզ հարց տանք, էլի, իսկ առողջ վիճակում եղել ենք, որովհետև շատերը կան, չէ, ասում են, այսպես եղել ենք, այսպես էլ կմնանք, այսպես է գնանք վատի տեսակյունից։ Ես ձեզ տխրեցնում եմ այդպես մտածողներին, որ առողջ եղել ենք, ժամանակին մեզ նախանձել են։ Այդ վկայությունները կա օտարների աղբյուրներում։ Հասկանում եք, այսինքն եղել է առողջ վիճակ եւ մենք հարկադրված ենք դա պարզել։ Այս վերջերս մի հոգի ինձ գրել էր, ինչ իմաստ ունի գնալ անցյալի խորքեր, եկեք մտածենք, թե ժողովուրդը ինչ լավ հատկանիշներ պիտի ունենա, դրանք զարգացնենք եւ գնանք առաջ։ Այս մոտեցումն առաջի անգամ չի ես որ լսում եմ։ Ես միշտ օրինակ հետեւյալն եմ բերում, պատկերացեք, ավտովթարը եղել, մի հոգի ջախջախվել է, դեմքը այսպես լրիվ ջարդվել է, ջնջվել, չի երևում ով է, մենք էլ կախարդական բժիշկներ ենք, մենք ամեն ինչ կարող ենք վիրահատել, կարող ենք վերափոխել այդ մարդուն։ Ու հիմա հավաքվել ենք եւ ուզում ենք այդ մարդուն վերականգնենք դեմքը։ Արդյոք մենք շարժվելու ենք այն չափանիշներով, թե ինչպիսին կուզենայինք մենք լիներ իր դեմքի արտահայտություն, հա։ Մեկը կասի գանգուր եմ ուզում մազերը, մեկը աչքերը կանաչ, կապույտ եւ այլ, ծնոտ այսպիսին, բեխերով թամբեղ։ Հետո ինչ որ մեր ցանկությունները ջնելով ձևավորում ենք ինչ-որ մի կերպար, այս մարդին առողջացնում ենք դուրս է գալիս հիվանդանոցից։ Ինչ է լինելու իր հետ, ով է իրեն ճանաչ, գնալու հետո չեն ճանաչելու։ Որտեղ ինքը արտաքինից էլ ինքը չի։ Այսինքն եթե մենք ուզում ենք ապաքինենք հասարակության մարդուն, մենք պետք է այդ ջախջախված մարդու լուսանկար ունենանք առողջ ժամանակ։ Որ նույնն է նաև ժողովուրդն է։ Դուք չեք կարող ուրիշներից լավ հատկանիշներ վեկալել, ինչ որ ձևավորել պլաստիլինից ինչ որ մի կերպար։ Չի լինի այդպես, ինքը արդեն այդ ժողովուրդը, ժողովուրդը ինքը ունի որոշակի դերակատարություն, իր անցյալով պայմանավորված, ծնունդով պայմանավորված, եթե դուք շեղեցիք դրանից, կլինի ինչ որ հիմա լինում է։ Այսինքն մենք հարկադրված ենք իր առողջ վիճակը պարզել։ Իսկ այստեղ ծանր ժամանակատար ուսումնասիրությունների կարիք կա։ Հաջորդը այս պատմագիտական խորհուրդը պարզում է, թե մեր պատմության որ շրջանը կարելի է համարել վերականգնման արժանի, եթե ուզում ենք ապաքինել։ Վեր է հանում այդ ժամանակվա արժեքային համակարգը։ Սա եւս բարդ գործ է, որ մենք պիտի նախ պարզենք մեր անցյալում երբ է որ եղել ենք առողջ կազմակերպված, ինչ արժեքներ ենք ունեցել, ինչ կրվաներ, կառավարման ինչ համակարգ, մշակութային ինչ առանցքներ, որոնք, ասենք, հետո մենք ինչ-ինչ պատճառներով մոռացել ենք ու ասենք ընկել ենք այս գետնատարած վիճակի։ Սա էլ բարդ գործ է, այստեղ էլ էլի աղբյուրների որոնման օտար աղբյուրներ պիտի գնացվի ուսումնասիրվի, որ պարզվի դժբախտաբար մեր անցյալի որոշ էջեր այսպես ճերմակ են։ Հաջորդը այս խումբը խորհուրդը պիտի գա մեզ ասի նիվերյալների խորհրդին պիտի
հիմնավորված ներկայացնի, թե որն է մեր ժողովրդի առաքելությունը։ Ու այդ առաքելությունն էլ հորինովի չի, էլի ճաշակի չի լինելու, որ նայեք ինչ է կատարում աշխարհը, ասե, այ մեր ժողովուրդը սան է։ Այդպես չի։ Երբ որ ժողովրդին արարում են ազգին, ասում են Աստված արարում, ինչ որ նպատակի համար է։ Արարում։ Այո, այս աթոռը, որով ես նստած եմ, իրեն որ արարել է մարդը, այդ մարդը էլ աթոռի համար ստված է։ Արարել այն նպատակով, որ ինչ-որ մարդիկ նստեն իր վրա, այսպես ճոճվեն, խոսեն։ Ինքը չի կարող ծառայի, որպես ասենք որ պահարան կամ եւ այլը։ Ու եթե հանկարծ չծառայեց, ջարդվեց, ինը դուրս են գցելու։ Նույնը նաեւ ժողովուրդն է, ազգն է, եթե ինքը այդ դերակատարությունը չի ազգանում, իր դերակատարությունից շեղվում է, դուրս է նետվում։ Ու հիմա մենք այդ վտանգի տակ ենք։ Այսպես գոյություն քաշ տալ մեզ չեն թողնելու, եթե մենք չվերադառնանք այն դերակատարությանը, որի համար ստեղծվել ենք։ Այսինքն սա ծանր ու պատասխանատու գործ է, բարձել թե որն է ժողովրդի առաքելությունը։ Ելեք հարստան քաղաքական ուժերից որն է այս հարցի պատասխանը տալիս։ Բխուր իրավիճակ։ Այս ուղղությամբ էլի ես աշխատանքներ արել եմ 2010-12 թվականներին հիմնել էի ազգային կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդ 15-20 այսպես գնում գալիս էին այդքան նախաձեռնություններ ակումբներ էին ու մարդիկ են կուսակցությունների ցերու էին մնում եւ իրենց խնդրել է ասել ձեր պատկերացումները ո՞րն է առաքելության եւ մարդիկ իրենց կարոցներում քննելով բերեցին ինչ-որ տարբերակներ մի քանի ամիս այսպես համադրեցինք վիճեցինք եւ ինչ որ մի եզրահանգման եկանք որ մեր կարծիքով մեր ժողովրդի ազգի առաքելությունը սա է եղել եւ նորից եմ ասում առաքելությունը մենք չենք սահմանում մենք ընդհանրապես պիտի կարողանանք ճանաչել հիշել հասկանալ թե որն է եղել ես հետո այդ տարբերակը կներկայացնեմ ու հենց այսօր էլ ես երեք եմ այդ միջոցառմանը մասնակցել էլի մի խումբ մարդիկ իրենց արժեվ այս խնդիրը դրել են որն է վերջի վերջո հայ ազգի առաքելությունը եւ պայմանավորվել են որ առաջիկայում էլի իրենց պատկերացումները նորացված բերեն ես էլ այդ նախորդ խմբին եւս մեկ անգամ քննարկենք արծարծենք սա կարեւոր բան է դա պետք է կարողանաք հիմնավորեք ապացուցեք որ հենց դա է եւ ոչ թե ասենք ձեր պատկերացումներով ինչ որ բաներ ասեք եթե սխալվեցիք ժողովուրդը կհայտնվի դժոխքի կարակների մեջ դեպի որ հիմա գնում է Եվ այսպես հաջորդ կետը պատմագիտական խորհրդի պարզում է էպոսի եւ բանահյուսության մյուս դրսևորումների մեջ արկա գաղտնիքները։ Ինչու է սա անհրաժեշտ, որովհետեւ էպոսի մեջ այդ բանավոր աղբյուրի մեջ ճիշտ ընթացքում Բերնաբերան ասվելով քիչ-միչ գուցե աղավաղվել է, այս որոշ հարցերի պատասխանը կա։ Ինչ համակարգ ենք ունեցել, ինչ արժեք ենք ունեցել, ինչ առաքելություն ենք ունեցել, ընդ ինչ որ գաղտնագրված ինչ որ բաներ էլ կան, ամեն ինչ չի, որ այդ էպոսը առաջի պատմողները այսպես պարզ ասել են գաղտնիքներ կան որ պիտի բացահայտվի դա մեզ շատ կօգնի որ այս վերը նշված հարցերի պատասխանները ունենանք եւ ապագան էլ հասկանանք դեպի ուր են գնում եւ վերջի պահանջը որ ես կարծում եմ պիտի նվիրյալների խորհուրդը դնի այս պատմագիտական խորհրդի արչեւ կազմում է անհատի բարոյական կոդեքս կանոնագիրք այդ անցյալը քննելով առողջ վիճակը նայելով Տալիս է հարցի պատասխան որն է հայը, ով է հայը, որ դեպքում մարդուն դու կարող ես ասես հայ, որ դեպքում կարող ես ասես ինքը ոնց որ թե հայ չլինի։ Այ հիմա որ նայում եք ձեր շուրջը, շատ դու նույնիսկ ասում եք ինքն էլ է հայ, եթե ինքը հայ ես ամաչում եմ, կա չէ, զգացում եմ։ Իսկ որն է չափանիշը։ Դա մենք ինչ որ մի ձև պիտի բերենք մեր անցյալի առողջ վիճակից ու սա պիտի անեն մասնագետները։ Ես ասում եմ ծանր գործ կա, այս աշխատանքները որ չի արվում, սկզբից սա է արվում, փիլիսոփաները, մտավորականները, թաքնագետները, հոգեբանները, մարդաբանները, այս ամենը հետազոտում, այս հարցերի պատասխանը ունենում են, այսպես մի ուսմունքի ձևով, հետո դա իջնում է քաղաքական դաշտ, քաղաքական գործիչները վերցնում են, փորձում են իրականացնել։ Մեր մոտ այս ամեն ինչ չի արվել, չի էլ արվում, բայց քաղաքական գործիչներ կան 100-ից ավել կռիվ, կալմղակ, դուր թվանք, տեղաշարժ չկա, չի էլ լինելու։ Որովհետև ուր է գտնում է ժողովրդին, ով է այս ժողովուրդը, ով կարող է այդ հարցի պատասխանը տալ։ Եվ այլ։ Հաջորդը, ենթադրենք սա մենք ունեցանք, այս հարցերի պատասխանը դրվեց, պարզվեց, որ առողջ վիճակ ունեցել ենք, վերելքային վիճակ ունեցել ենք, արժեհամակարգներ պարզեցինք, կառավարման համակարգներ պարզեցինք, աստվածատուր, որ ունեցել ենք այդ ամեն ինչը,
Գալու է հաջորդ հարցը, լավ, ունեցել ենք, իսկ ինչու եմը չունենք, ինչու ենք մենք այսօր այսպիսին, եթե մենք եղել ենք վերելքում, մենք ինչու ենք գետնատարած վիճակում, այս հարցի պատասխանել կիմանանք, որովհետև եթե դուք անկումներ եք ունեցել, այդ ամեն մի անկումը մնացորդային հետևանքներ է թողել ձեր վրա, ժողովրդի հոգեբանության վրա, մենթալիտետի վրա, դիպարծենք երբ է եղել, ինչ պատճառներով այդ պատճառները այսօր կան, շարունակում են, թե չէ, ինչ հետևանքներ է ունեցել, արդյոք դա քրոնիկական ինչ-որ ազդեցությունների է վերածվել, թե չէ։ Ես օրինակ էլի այս ուղղությամբ, երբ որ վերելքակումբը հիմնեցիք, քննարկումներ անում էինք եւ որոշ հուշում տամ, թե ասենք մենք երբ որ քննարկում էինք ինչ փուլեր ենք առանձնացրել անկումային, որ փորձենք հասկանանք այդ ժամանակներում ինչ եղավ, ինչու եղավ, ես իհարկե բոլորը չեմ ասում, քանի որ պետք է դու ժողովրդի ողջ պատմության վրայով այդպես գնաս, գազ մի քանի անգամ, որ հասկանաս խոտորումները որտեղ են եղել, որ եկել ասել ենք այստեղ։ Ես ամենայն դեպս մի քանիսը առանձնացնեմ, կարող եք չընդունել, եթե չեք ընդունի ուրախ կլինեմ, որ հիմնավորեք, որ ոչ այդ ժամանակ խոտորում չի եղել, ուրախ կլինեմ, եթե ավելացնեք, ասեք, այ պարոն Պեպանյան, այստեղ էլ հայ ժողովրդի ինչ-որ խնդիրների է դեմ է կանգնել, որոնք բացասական հետևանքներ են թողել։ Ամենայն դեպս ես ինչքան որ ես եմ նկատել որպես ուսումնասիրող, որպես ասենք պատմավիպասան, խաթարումներ եղել են 2300 տարի առաջ Ալեքսանդր Մակեդոնացին, որ եկավ, այդ հելլենիզմ մեր այդ արժեհամակարգի խաթարում եղավ, խառնվեցին իրար, ասենք մենք մի քիչ նահանջեցինք։ Հելլենիզմը մուտք գործեց արդեն այդ հռոմեական շրջանում, կրոնի փոփոխության ժամանակ է որոշ ինչ-որ խնդիրներ առաջացեց, սա մենք պիտի պարզենք։ Դրանից հետո, երբ որ անկախությունը կորավ, երբ Հայաստանը երկու հզոր պետությունների ազդեցության տակ էր, նրանք ամեն ինչ անում էին, որ ազնվականությունից զրկվի հայ ժողովուրդը։ Դարերը շարունակվել, դրա ազդեցությունը մենք պիտի փորձենք պարզել, որպես ապացույց մորի կայսեր նամակի մասին է հիշատակում մեր պատմիչը, որ գրում է Պարսից թագավորին, որ եկ ես իմ կողմի, դուք հո կողմի, ազնվականներին, զինվորականներին ուղարկենք հեռու երկրներ պատերազմի թող գնան, ոչնչանան, քանի որ այստեղ իրենք քանի կան, մենք չենք կարողանում նորմալաբրենք, ասիկ սա դարեր շարունակ եղել է, արաբների ժամանակ էլ է եղել, դրա բացասական ազդեցությունը մենք պիտի պարզենք։ Եվ ես առանձնակի կարևորում եմ այդ Բագրատունյաց թագավորության անկումի ժամանակ տեղի ունեցած այդ ամենամեծ աղետը այստեղ, երբ որ ասենք բյուզանդացիները մաքրեցին բարեբուն իմաստով ազնվականությանը, մի մասին հարկադիր տարան, հարկադրեցին, որ իրենց ամեն ինչով գնան միջերկրական ծովի ափերը, մի մասին էլ ոչնչացրին տեղում եւ ժողովուրդը մնաց առանց ազնվականության եւ պարզեի շպիլեր։ Դրանից հետո արդեն այդ մոնղոլներ, թուրքեր, լուծեր, որը ահավոր բացասական ազդեցություններ է թողել, հաշվի առնենք նաեւ ցարականը այստեղ, նրանք էլ թե ինչ ազդեցություն է սա էլ պիտի քննարկվի, այնուհետև բոլշևիկյան 70-ականներին ինչ բացասական ազդեցություններ ունեցավ դրականի հետ մեկտեղ, որտեղ ես այդ ժամանակի մարդ եմ, ես դա հիշում եմ, խորհրդային համակարգի վերջում կար այսպիսի արտահայտություն երկենցաղ հայ մարդուն վերածել են մի տեսակի, որը հանրային միջավայրում զգուշավոր էր, հանկարծ մի բան այնպես չասի կառավարության ու իշխանությունների մասին ինքը լուրջ խնդիր կունենա։ Տանը յուրայինների մեջ ուրիշ մարդ էր, կարող էր բաց ազատ խոսել։ Սա շատ վատ էր ու եւ իրենց ճակատին է գրած էր հոգու մեջ։ Ինձանից ոչինչ կախված չի։ Այդպես մի տեսակի էին վերածել, կոչվում էին Homo Sovieticus։ Սա էլ իր բացասական ազդեցություն ունեցավ, որը հիմա երևում է, այդ ավակ սերունդը, նաեւ նրանց երեխաները դա կրողներն են, որ հիմա դուք ուզում եք հասկանաք ինչու ակտիվ չի ժողովուրդը, նաեւ բազում պատճառների գումարում է սա, որտեղ դեռ հիշում են այդ վիճակը։ Հետո գալիս է, ասենք, այս երրորդ հանրապետության շրջանում ավերիչ ազդեցություն ունեցավ կապիտալիզմի կայացումը, որը նույնիսկ նորմալ ժողովուրդներին է գլխի վրա շուրջ տալիս։ Մենք որ արդեն խաթարում ունեինք այդ ցածր մշակութային շերտի մարդիկ հարստացան, իրենց ոսկեդար է կոչվում, իսկ իրական այն մտավորականությունը խորհրդային որ կար, սովի մատնվեց, վերացավ աստիճանաբար եւ եւս մի անգամ գլխի վրա շարժվեց,
ժողովրդավարություն կոչվածն է իր արհավիրքներ բերում, եթե դու արտագրել ես ու դա քոնը չի, դու պատրաստ չես դրան։ Այս ամենը մենք պիտի պարզենք եւ այս խորհուրդը վերջի կետը որ ասում եմ, դա պիտի սեղանին դնի ժողովրդի ներկա վիճակի բնութագիրը։ Պարզ եւ անկաշկանդ։ Այ հիմա ես որ դες հարցնեմ Ունեք կարծուկ այդպիսի հետազոտություն, որ բացահայտ ձեզ ներկայացնում է այդ վիճակը, որ ժողովուրդը ունի, կամ կարող եք գրքեր նշել, որ 10 տարի առաջ, 15 տարի առաջ գրված էր, հիմա որ գրքերը կարդաք, ասեք, վայ ճիշտ է ասում մարդը։ Ես ընդհանրապես մի քիչ գիտեմ կոնսերվատիվ հեղափոխությունը, որ ժամանակին ես գրում եմ, բայց ասենք շշպռում են ինձ այդպիսի բան չկա, չեն կարել սա հասկանում եք, ու օրի ձեր առջև բացվում է ել ավելի մռայլ պատկեր իրականության վերաբերյալ։ Դրա ես մոռացա ասեմ, այս այդ խաթարումները որ կար 18 թվականից հետո 2010-ից հետո նպատակային ձևով խորացվում է հիվանդությունները, որ կա իրենց աշխարհաքաղաքական շահերին ծառայելու համար։ Սա էլ պետք է հաշվենք։ Այս ամեն ինչը չկա, հասկանում եք։ Երբ որ այդ պատկերը դուք չունեք ու կուսակցություններով գալիս եք ու չգիտեք ով է ժողովուրդը իրենց ինչ է ներկայացնում, ուր եք տանելու։ Դες պարզ ասում եմ, Հայաստանում պիտի կուսակցություն չլիներ։ Եթե իրական պատկերը ունենային ժողովրդի, թևերը կախվելու են, ասենք, մենք չենք կարող։ Ես ես մի օրինակ բերեմ անուն չտալով մի բավական հայտնի ազնվորության հարցնում են այս ինչ ընտրությունների նախագահական կմասնակցեք։ Ինքը ասում է Արծրուն Պեպանյանի ումից է հարկավոր փրկել հայրենիք աշխատությունը կարդացել եք։ Այդ ում որ հարցնում ասում է հա, ասում բագամ ինչ անեմ։ Ինքը ճիշտ է հետո եկավ։ Չսխափեց էլի։ Այ իրականը սա, եթե դուք իրական պատկեր ունենաք, դուք կուսակցություն չեք ստեղծի, քաղաքականությունը չեք մտնի։ Գլուխները հետ կբռնեք, կլացեք եւ ձեր կանեկեն ինչ որ ես եմ առաջարկում, մարդկանց կհավիրեք, ասեք գիրողոտանի։ Ինչ անենք այս ծանր իրավիճակի մեջ։ Որտեղ մի օր դուք էլ նժդեհի նման կանելու եք, վերջում ասեք, ես գիտեի, որ մեր ժողովուրդը խաթարում ունի հոգեվոր, բայց իմ կարծածի շատ էր։ Հիմա դուք այդ վիճակի մեջ չեք։ Եվ իմացեք վաղը ավելի տխուր վիճակի մեջ եք, որտեղ դուք չեք պատկերացնում ինչ է եւ փոխանակ ապակինվի այս հասարակությունը, ընդհակառակը քայլերով եւ ընդդիմությունն է նպաստում եւ իշխանությունը եւ արտաքինուժը նպաստում որ էլ ավելի խորանա բացասական հատկանիշները էլ ավելի բացահայտ Երևան կամ հիվանդություն էլ ավելի խորանա, այսպես գարշահոտություն գա այդ ժողովրդի մարմնից։ Այսը վիճակը, այս ամենը պիտի արվի, հասկանում եք։ Այս հարցերի պատասխանները չկա։ Եվ ինչու չկա, որովհետև ինչպես մեր մեծերն են ասել, պատճառագիտական մտածողություն չունի, մեր ժողովուրդը, մեր քաղաքական դաշտներ չունի։ Եվ այն մյուս մեծությունը, որ մեր ասում էր, հարցերի հարցը, խնդիրների խնդիրը ծանրազանել չգիտեն, մակերեսային բանիտեղից կվազվզեն եւ այլը կռվեն իր այդ գլոբալ հարցը ինչու է իրականությունն այսպեսին, այս հարցի պատասխանը չկա։ Եվ ես հիմա հորդորում եմ, որ այդ խորհուրդը անկումային պատճառների ուսումնասիրման խորհուրդը ձևավորվի հատուկ մասնագետներից, ովքեր որ անաչառ են, պատմաբան են, վերլուծաբան, պատմաբան են, քաղաքագետ, այս հարցերի պատասխանը մենք տանք։ Եթե այս հարցերի պատասխանը չունեցաք, որևէ առաջընթաց չի լինելու։ Ինչ որ չափով կլինի, բայց տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու ունակ պետություն չի լինելու։ Չեղավ, չէ՞։ Չկարողացանք 100 պատճառ եք բերում, անձեր անուններ եք տալիս, ես չեմ բացառում, որ նրանք իրենց մեղքի բաժանում են, բայց հիմնական պատճառը սա է, իրականությունը ինքն է, որ գնում է անկառավարելի։ Իրականությունը հաղթում է բոլորիս։ Եվ եզրափակելով այս մի թողարկումն էլ Տորից եմ պնդում, հարգելի անհանգիստ մարդիկ, հարգելի ազգագիրներ, եկեք այս գործողությունների ծրագրի շուրջ համախմբենք ու անենք։ Ես ասեմ, սա մի անձի չի, սա իմը չի, վերցրեք դուք արեք, իրականությունը սրա կարիքը ունի։ Այսօր այսքան էր, հաջորդ թողարկումներում արդեն մենք խոսենք մյուս խորհուրդների մասին, բաժինների մասին, որոնց անհրաժեշտությունը կա նշված նպատակը իրականացնելու համար։ Մի շնորհ, հանդիպում։